որը հաշտ է այն մտքի հետ, որ վեհապար Հայրապետին դատարան են հրավիրել։ Ու վստահ եմ, որ դա այս կամ այն կերպ կդրսևորվի։ Տվեցին ներս մտնել տեղյակ եք ով միջնորդեց որպեսզի փակ դատավարություն իրականացվի։ Չէ, ես տեղյակ չեմ ինչի համար փակ դատավարություն իրականացվել, պետք է սպասենք դուրս գան փաստաբանները ասեն։ Մամեջանյան ուր է տանելու այսպես կոչված այս հակաեկեղեցական արխավը, որ իշխանությունը այսպես կոչված իշխանությունը հույս ունի քանդել հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Բայց հայ առաքելական եկեղեցին դիմացել է շատ ավելի մեծ ասպատակումների, քան մի խումբ նիկոլականները, մի խումբ մարգինալները։ Ինչու համար է սա արվում, որովհետև եկեղեցին միշտ եղել է մեր պաշտպանական վերջին խրամատը, մեր ինքնության պահպանման վերջին խրամատը, նույնիսկ երբ պետականություն չի եղել։ Ու հիմա էլ բավական զուգահեռներ կան, իշխանությունները չեն պաշտպանում եւ չեն ներկայացնում Հայաստանի Հանրապետության շահերը ու ուզում են վերացնել այն ինստիտուտը, որը կպաշտպաներ եւ կզբաղվեր մեր շահերի առաջ մղմամբ, այդ թվում նաեւ Շվեյցարիան, ինչպես պայքարելով, այլ տարբերակ չկա։ Բոլոր օրենքով չարգելված միջոցներով անհրաժեշտ է պայքարել ու կապ չունի իրանք հիմա ինչ որ փոքր հաջողություն են գրանցել, ինչ որ ազգային ժողով են ձևավորվել, դա կարևոր չի։ Կարևորը այն է, որ հանկարծ որևէ մեկի մտքով չանցնի հիասթափվել պայքարից։ Հստակ մեխանիզմը իմ ընկալմամբ սա առանց փողոցային պայքարի գնացողը չի։ Ուստի յուրաքանչյուր մարդ, որ Հայաստանում զբաղվում է քաղաքականությամբ, հասարակական գործունեությամբ եւ դեմ է Փաշինյանին, պետք է ուղղում պատկերացնի, որ վաղ թե ուշ իրենց ճամփելու են փողոցային պայքարով։ Ենթադրեմ, որ այս հավաքը, այս Ոստությունը դուք մտադիր եք գեներացնել ավելի լայն, ավելի ընդգրկուն փողոցային Ես, եթե թույլ տաք ձեր հարցը մի փոքր վերաձևակերպեմ, այստեղ գեներացնելու բան չկա։ Ես վստահ եմ, որ հայերի մեծամասնությունը, ինչպես արդեն ասացի, հաշտ չի այս իրավիճակի հետ։ Մի մարդը դա արտահայտում է այստեղ լինելով, մյուս մասը Facebook-յան գրառմամբ, որի համար իրեն փորձում են Փաշինյանի իրավապահները դատեն, մյուս մասը մրցքում, մյուս մասը խոհանոցում զրույցի ժամանակ։ Բայց ես վստահ եմ, որ գալու է մի պահ, երբ որ Փաշինյանը համը հանելու է վերջնականապես ու դրա պատասխանը ստանալու է։ Իսկ օգտագործելու կամ այս առիթը եւ այլն ձևակերպումները իմ համար անընդունելի են։ Պարոն թվեք եւս մի հարց, Հայաստանի Հանրապետությունը որն է այն այցյանը, որտեղ վիճարկվում է խախտված իրավունք։ Ներողություն եմ խնդրում, դուք հավանաբար փորձում եք եկեղեցու ներեկեղեցական հարաբերությունները տեղափոխել աշխատանքային օրենսգիրք, դա իմ համար անընդունելի է։ Սահմանադրության դրույթ է, որ եկեղեցին պետությունից անջատ է։ Իսկ համեմատության համար ես կարող եմ ես ձեզ ճանաչում։ Համատության համար կարող եմ ասել, եթե հանկարծ ձեր լրագրողներից մեկին աշխատանքից ազատեն, ու օրինակ նախագահ Սարգսյան դիմելու կամ վեհապար Հայրապետին կաթողիկոսով դիմելու համար, դա նորմալ չի լինի, բացարձակ նորմալ չի լինի, եթե վարչապետ կոչեցյալը որոշի ասել, չէ, այդ մարդուն հետ կընդունեք աշխատանքի։ Չնայած Civic-ի պարագայում, քանի որ ԿՊ-ի լրատվականն է, այդպես էլ պիտի լինի, բայց ըստ սահմանադրության մեր եկեղեցին անջատ է եւ պետությունը իրավունք չունի խառնվել եկեղեցու գործին։ Այո, այդպես է սահմանադրություն ավելի բարձր է քննարկում։ Մի հարց էլի, երրորդ նախագահը եւ Սամվել Կարապետյանը հանդիպել են։ Դրա մասին անհրաժեշտ է հարցնել կամ Սամվել Կարապետյանին կամ երրորդ նախագահին։ Ուղղակի նրա թիմակիցն եք, դրա համար ենք։ Ես չասեցի, որ չգիտեմ, ես ասացի, որ դրա մասին պետք է հարցնել կամ նախագահին կամ Սամվել Կարապետյանին։ Պարոն Մամեջանյան։ Չեմ մեկնաբանում։ Պարոն Մամեջանյան, եկեղեցու եւ պետության անջատ լինելու վերաբերյալ դուք եւս մեկ 2020 թվականին կաթողիկոսը պահանջում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 44-րդ պատերազմից հետո եւ ոչ միայն Բաղրամյան պողոտայում հավաքեր մի քանի երկու տասնյակ քաղաքականների 2023 թվականին, երբ որ իմ գործընկերներից մեկը հարցրեց վեհապար Հայրապետին դու շարունակում եք պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, նա ասաց իմ պահանջը անժամանցել։ 24 թվականին ականատես եղանք սրբազան շարժման, որի քաղաքական ուժերի հետ հանդիպում են, կարծում նաև դուք եք։ Եկեղեցու եւ պետության անջատ լինելու տրամաբանության դիտանկյունից։ Պարոն Մամեջանյան, չեք կարծում, որ եկեղեցին այս ինքնավարկած գործողություններով խախտել է սահմանադրական նորմը լինելով անջատ։ Ոչ, չեմ կարծում։ Նախ դուք վերեցիք մի քանի օրինակ, դրանցից առնվազն սրբազան պայքարի օրինակը տեղին չէր, որովհետեւ եկեղեցին որպես ինստիտուտ դրա մեջ ներգրավված չէր, դրանում ներգրավված էր իմ կողմից շատ հարգված քաղբանտարկյալ Բագրատ Սրբազանը, սա մեկ, դա տեղին չի, երկրորդ Եթե Հայաստանի ղեկավարը Աստված մի արածցե եւս մեկ անգամ Փաշինյանից հետո դավաճանի, անի ամեն ինչ
դեմ Հայաստանի Հանրապետության եւ այն ժամանակ դեռ հայերով բնակեցված Արցախի Հանրապետության շահերին հակառակ։ Ես կարծում եմ, որ տրամաբանական է, որ վեհապար հայրապետը պահանջի իր հրաժարականը։ Դա չի նշանակում, որ եկեղեցին խառնվում է քաղաքականությանը։ Դա նշանակում է, որ վեհապար հայրապետը իր կարծիքն է հայտնում դավաճանի վերաբերյալ։ Դա բացարձակ չի նշանակում, որ եկեղեցին որպես ինստիտուտ ձեր զարմանքին պատասխանը խառնվում է քաղաքականության։ Եվ երբեք ընդգծում եմ, եկեղեցին որպես ինստիտուտ ներգրավված չի եղել քաղաքական գործընթացներում, այդպիսի բան չի եղել։ Իսկ հիմա պետությունը չէ, Փաշինյանը որպես նոր ձևավորվող դիկտատոր, ինչպես եւ բոլոր դիկտատորները, փորձում է վերացնել երկրում արկա բոլոր ինստիտուտները, այդ թվում նաեւ եկեղեցին։ Դա իրեն չի հաջողվելու։ Շնորհակալություն։